Բարև ձեզ հարգելի հետևորդներ, կրկին Economics-ն է։ Այսօրվա մեր քննարկման թեման բավականին քաղցր համով թեմա է։ Այո, տնտեսագիտության մեջ կամ տնտեսության մեջ էլ այդպիսի թեմաներ կա։ Այսօր խոսելու ենք չրերի արտադրության մասին։ Այս ոլորտը վերջին տասնամյակների ընթացքում բավականին հետաքրքիր զարգացում է ունեցել իր դժվարություններով հանդերձ, եւ հիմա կարող ենք ասել այն նաեւ Հայաստանի այցեքարտներից մեկն է ժամանակակից շուկայում եւ հատկապես օրինակ զբոսաշրջիկները դա հատկապես ընդգծում են եւ իրենց հետ տանում են հաճախ, որպես նվեր Հայաստանից հուշանվեր կամ որևէ իրենց հարազատի համար նվեր։ Եվ այս շուկան մենք որոշեցինք ուսումնասիրել, հաշվի առնելով, որ այս շուկայում եւս կա իր խնդիրները, իր զարգացման հնարավորությունները։ Այս թեմայով խոսելու ենք Եվրոթերմ ընկերության արտադրության ղեկավար Տիգրան Ծատուրյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Ծատուրյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Ծատուրյան, նախ կցանկանայի, որ դուք ներկայացնեք ձեր չրի արտադրության փորձը եւ կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունները։ Ես ինքս չրերի արտադրության մեջ 1996-7 թվականներից եմ, Եվրոթերմի մեծ թիմին միացել եմ արդեն 3-րդ տարին է, որովհետև ուներ Եվրոթերմը փոքր արտադրություն, հիմա մի քիչ ավելի ընդլայնելու եւ վերագործարկելու խնդիր ենք լուծում, դրա մեջ մտնում է եւ չորանոցների կառուցումը, եւ նոր ապրանքատեսակի ավելացումը, եւ նոր շուկաների ամենածանր խնդիրներից մեկը նոր շուկաների ուսումնասիրությունը, իհարկե ես վատ առևտրական եմ, դա դուք արտադրող եք։ Ես արտադրող եմ, տեխնոլոգիական մասն եմ ապահովում, իսկ արդեն մեր իրացման թիմը զբաղվում է նոր շուկաների եւ հին շուկաների ամրապնդմամբ։ Պարոն Ծատուրյան, հայկական չրարտադրության առանձնահատկությունը ո՞րն է, որտեղ տարածաշրջանի մյուս երկրները նույնպես ունեն բավականին հարուստ փորձ այս առումով եւ պետք է հասկանանք ո՞րն է մեր տարբերակող հատկանիշը։ Տեսեք, էքսկուրս անենք պատմական, որովհետեւ դեր հին հռոմեական պատմիչները գրել են, որ Հայաստանից դեպի կայսրության մայրաքաղաք էին տեղափոխում գինիներ եւ չորացրած մրգեր։ Այսինքն պատմականորեն մենք ճիր արտադրող երկիր ենք։ Ինչն է սպეციფიկ մեզ մոտ։ Մենք ունենք երկու տեսակի արտադրություն։ Մեկին ես ասում եմ տնայնագործական, որովհետեւ բոլորը ստանա անպայման փոքրիկ խոհանոցային ջրի ավանդույթ ունենք եւ արտադրենք։ Եվ ունենք արտադրական ընկերություններ, որոնք զբաղվում են մասշտաբային, հա, եթե տարանջատենք, ասենք կարող ենք ասել մինչև 1 տոննա արտադրող, դա համարենք տնայնագործական, եւ 5 եւ ավելի տոննա արտադրողները արդեն արտադրական մեծ ընկերություններ։ Եվ խնդիրը նրանում է, որ մեր պտուղի համը եւ հատկանիշները որակական ամենաբարձրերից մեկն է։ Տեսեք, մենք ժամանակին Գեղամ Սնապյանը մի հատ ուսումնասիրություն արեց օրգանական շաքարների եւ օրգանական թթուների բալանսը ծիրանի մեջ։ Նայեց միջինասիական ծիրանը, նայեց հայկական ծիրանը, ամերիկյան ծիրանը եւ շատ հետաքրքիր էր։ Բալանսավորման ամենալավ տարբերակը հենց հայկական ծիրաններ, որովհետև ծիրանը ինքը Prunus armeniaca, հայկական պտուղ, մեր տրադիցիոն, այսպես ասած, այցեքարտն։ Հայկական ճիր ասելով հասկանում ենք առաջին հերթին հայկական ծիրանը եւ մի քիչ առաջ ընկնելով ասեմ, որ հիմնական 3-4 պտղատեսակներ են, դա առաջինը ծիրանն է, սալորները, դեղցը, մնացածը արդեն ըստ բալ, կեղրաս, թուզ, արքայանարինջ, հիմա բավականին լայն տարածում ստացել է լոլիկի ճիրը, եկեք ասենք չորացրած լոլիկ։ Ինչի եմ ասում չորացրած լոլիկ, որովհետև ժամանակին 2000-ականների սկզբին առաջի մեծ խմբականակը մոտ
40 տոննա չորացած լոլիկ մենք ենք արտահանել Եվրոպա եւ երբ որ ասում ենք լոլիկի ճիշտ մարդկանց մոտ քաղցրի ասոցիացիա կա։ Ճիշտ է։ Չորացած լոլիկ ասելու դեպքում մենք հասկանում ենք բնական լրիվ չորացած, որը տոմատին փոխարինող ուրեմն բան է։ Իսկ արտադրության տեսանկյունից մեր չարտադրությունը ունի իր առանձնահատուկ տեխնոլոգիան, որով տարբերվում է մյուսներից։ Հիմնականում ժամանակին Հայաստանում ստեղծվեցին արևային չորանոցներ, որը այլ երկրներում չկար։ Դա կիսաջերմոցային արևային չորանոցներն էր, ինչի մենք այդ ստեղծեցինք, որովհետև 96-7 թվականին հիշում եք, էներգետիկ գազի լույսի խնդիր կար, մեծ գործարանները, պահածոյի մեծ գործարանները, գյուղմթերք վերամշակողները աշխատում էին իրենց հնարավորությունների 5-10%-ի չափով, իսկ ֆերմերները ստիպված էին այգիները կտրել, տեղը ցորեն ցանել հացի խնդիրը լուծելու համար։ Եվ այս վիճակից ելնելու, որովհետև մի հեկտար ցորեն մշակելու դեպքում տարվա եկամուտը կազմում էր մոտավորապես 40-45 հազար դրամ։ Ծիրանի դեպքում կամ լոլիկի մշակման դեպքում արդեն 1-1.5 միլիոն դրամի բարձրաժեք մշակաբույսեր են անշուշտ կամ ինքը ուղղակի զուտ ֆինանսական միջոցները հերիքում էր, որ ընտանիքը հասնի հաջորդ տարի։ Եվ այգիները ընդլայնվեցին, օրինակի համար ասեմ, Սև Սալորի այգիներ 90-ականների վերջերին Հայաստանում կար ընդամենը 4 հեկտար։ Հիմա կան մի քանի հազար հեկտար։ Այսինքն ինքը նաև չարտադրությունը իր հետ բերեց նոր այգիների հիմնում։ Գյուղոլորտին պահանջարկ ստեղծեց, այսպես ասած։ Պատվեր դրեց։ Մեր շուկան ջրի արտադրության ինչպիսին է, մոտավորապես ինչ տարողության մասին պետք է խոսենք եւ ինչպես արտահանման, այնպես է ներմուծման մասով ինչ ծավալներ ունենք։ Տեսեք, ջրի շուկան պետք է մենք բաժանենք երկու հիմնական մասի։ Մեկը տեղական շուկան, այսինքն այն որ մարդիկ անգամ քիչ քանակությամբ մինչև 500 կիլոգրամ որ արտադրում են, ներքին շուկայում վաճառում են, որի չերևացող բանն է, բայց բավական շատ է։ Հիմա պատկերացրեք, որ 1000 տնտեսություն 500 կիլոգրամով ջիր արտադրում։ Դա դառնում է մոտավորապես 50 տոննա ջիր։ Սա ներքին շուկայի ապահովման։ Արտաքին ծավալները հասկանալու համար զուտ մաքսային բաց տվյալները դες օրինակ բերեմ 20-21 թվականներին արտահանումը կազմում էր 1000-1100 տոննա, 23-24 թվականներին 3000-3200 տոննայի կարգի։ 3 անգամ ամենը ավելացած։ Մի քիչ որ ավելի հետ գնանք 15-16 թվականները 48 տոննա էր։ Այսինքն կարելի ասել, որ կտրուկ աճ ունենք։ Այստեղ խնդիրն ինչ է, որ շատ լավ է, որ կան ընկերություններ, որոնք կոնսոլիդացնում են ամբողջ ապրանքը եւ մի բանով ծախում են։ Այս նույնը անում են նաեւ թուրքական ընկերությունները, այս նույնը անում են հարավաֆրիկյան ընկերությունները, ամերիկյան ընկերությունները, այսինքն իրենք ջիր արտադրողը եւ ջիր վերամշակող վաճառողը երկու տարբեր ընկերություններ են։ Այստեղ շատ կարևոր հարց կա, որ երբեք իրենց մոտ ջիրը չի վերջանում։ Մեր մոտ հաճախ լինում է, չէ՞, շուկան ասենք պահանջարկ ունի, բայց մեր 50 տոննան վերջացա, պետքա չվերջանա։ Երբ ուզում ես մշտական լինել շուկայի վրա, պետքա չվերջանա։ Պետքա մատակարարումները անխափան լինեն, իսկ այդ խնդիրը մեր խոշոր արտադրողները ինչպես են լուծում, որ մեծ ծավալների երկարաժամկետ մատակարարումներ անեն։ Դա հիմնականում առաջին հերթին սեփական արտադրության ընդլայնումներն է եւ նեղ մասնագիտացումը հենց ջրերի վերամշակման, ոչ թե ջրի արտադրության, այլ
արդեն պատրաստի ճիրը վերամշակելու ապրանք դարձնել։ Եվրոթերմն էլ այգիներ բավականին ունի այս։ Մեր այգիները մոտ 200 հեկտար են, որտեղ մենք աճացնում ենք մեր բերքը։ Այս պահին մենք չորացնում ենք մեր սեփական բերքը, բայց ընդլայնվելու դեպքում եւ պատրաստ ենք համագործակցության մնացած ճիր արտադրողների հետ լավ շուկաներ, նոր շուկաներ գտնելու եւ անընդհատ մատակարարումներ ապահովելու համար։ Իսկ մոտավոր ունենք քանի խաղացողներ կան օրինակ արտադրության եւ իրացման ոլորտ, օրինակ խոշոր խաղացողների մասին է խոսքը վերաբերում։ Շատ կոնկրետ թվեր դժվարանում ասել, մոտ 15-ից 20 խոշոր խաղացողներ կան արտադրության ոլորտում եւ արտադրության եւ մեծականակ արտահանման ոլորտում։ Մյուսը ասեցի մոտ 1005 փոքր տնտեսություններ են, որոնց այդ փոքր ծավալը ի վերջո բերում է մեծ քանակի։ Այստեղ մի հատ խնդիր կա, որ մենք բոլորս պետք է արտադրենք մեկ ստանդարտ։ Այո, դա լուրջ խնդիր է։ Որովհետեւ եթե ես լավ ճիր եմ արտադրում, մյուսը ավելի լավ ճիր է արտադրում, իմ լավ արտադրածը համեմատական ճիրը ավելի լավ արտադրածին, արդեն մեր հայկական ընդհանուր բրենդի անունը միջազգային շուկայում կարող խնդիրներ առաջացնել։ Եվ ամենակարևորը պետք է լինի փոխշահավետ համագործակցություն։ Ոչ թե ես ձգտեմ ամեն գնով փող աշխատել ուրիշների արտադրանքի վրա, այլ փոխշահավետ համագործակցություն։ Եվ ես օգտվեմ, եւ ծիրան արտադրողը օգտվի, եւ ծիրան չորացնողը օգտվի։ Իսկ այս ոլորտում կա ստանդարտներ, գոստեր, օրինակ։ Այո, կա պետական գոստ կոչվածը, եւ բացի գոստերը ամեն կազմակերպություն իրավասու է ստեղծել իր տեխնիկական պայմանները, հա, տեխնիկական հրահանգները։ Օրինակ մենք արտադրում ենք մեր տեխնիկական պայմանների, հա, ՏԵՈ-ի հիման վրա, բայց ՏԵՈ-ն չի կարող շատ տարբերվել գոստից, որովհետեւ սննդի անվտանգության տեսանկյունից օրենքը քեզ պարտադրում է, որ այս չափանիշները չես կարող գերազանցել։ Դու կարող ես մի քիչ խոնավությունը չլի շատ կամ քիչ լինի ըստ քո ՏԵՈ-ի, գոստով օրինակի համար ծիրանի օրինակը բերեմ, ծիրանի մնացորդային խոնավությունը վերամշակման ծիրանը 18% է, վերջնական արտադրանքին է 20%։ Շուկայում հաճախորդը ուզում է 24-25%, որ ավելի փափուկ լինի, ավելի հաճելի լինի ուտել։ Այս փոքր տարբերությունները, թե չէ մնացած սննդի անվտանգության, ասենք, կոնսերվանտների արկայության, պեստիցիդների, հերբիցիդների արկայության առումով, այդ առումով ստանդարտները շատ հստակ են եւ շատ խիստ են։ Հետաքրքիր բան ասեմ, որ մեր հայկական ստանդարտները եւ ռուսական ԵԱՏՄ ստանդարտները ավելի խիստ են, քան եվրոպական եւ ամերիկյան։ Օրինակի համար ծծումբով մշակման դեպքում է, որ մենք գեղեցիկ դեղին լավ ճիր ենք ստանում։ Ամերիկայում սահմանափակում չկա։ Ասում եմ, քանի որ դու ծծումբով մշակում ես, ինքը անվտանգ է։ Եվ մեր ստանդարտներով մինչև 1000 ppm, այսինքն 0.01% մնացորդային կարող է լինել, եվրոպական ստանդարտներով մինչև 0.02 կամ 2000 ppm կարող է լինել։ Ավելի բարձր է, ավելի թույլատրելի է, ասենց ասենք։ Ծծումբի բան։ Այսինքն մենք հիմա ջրի արտահանումը դեպի Եվրոպա կարող ենք իրականացնել առանց սերտիֆիկացիայի եւ տարբեր ստանդարտների հետ կապված խնդիրների։ Չէ։ Ճիրը որպես վերամշակված գյուղմթերք ունի արտահանման պարտադիր որոշ պայմաններ։ Դրանցից առաջինը սանիտարահիգիենիկ ֆիտոսանիտարիա սերտիֆիկատն է, որը ապահովում է, որ սահմանից դուրս եկող գյուղմթերքը չունի կալանտինային վարակի աղբյուրներ, ժամանակին շատ երկար բանակցություններ գնաց, որ
մեր հայկական ֆիտոսանիտարյան ես դա ասում եմ 2000-2001 թվականներին, բայց փառք Աստծո հիմա արդեն եւ Եվրոպական միությունը եւ ԵԱՏՄ-ն ճանաչում են ֆիտոսանիտարական սերտիֆիկատը եւ ինքը ֆիտոսանիտարական ծառայությունն էլ բավական հստակ աշխատում է ամբողջ շղթան վերահսկում է, որովհետեւ մենք բացի նրանից որ արտադրում ենք եւ արտահանում ենք, նաեւ գրանցված ենք որպես սնունդ արտադրող եւ իրենք նաեւ գալիս են տեղում նայելու արտադրության process-ը, այո, բանաներում, որովհետեւ օրինակ այգիների դեպքում իրենք նայում են որ վարակային բաներ չունենանք, որովհետեւ եթե այգուց ինչ-որ վարակներ գա, դա կհայտնվի ջրի մեջ։ Շղթա է դա, գիշեր-ցերեկ անընդհատ աշխատանք։ Ներկայումս ճիր արտադրողները ինչ խնդիրներ ունեն եւ արտադրության եւ իրացման մասում։ Ամենամեծ խնդիրներից մեկը, որը մեզնից կախված չի, դա եղանակային պայմաններն են, որովհետեւ երբ որ այգիներում անձրևների, Աստված մի արասցե կարկուտի, ցրտահարության դեպքեր են լինում, միանգամից թարմ հումքի խնդիր են որակընկնում է այսպես։ Որակական խնդիր ենք ունեմ։ Երկրորդը դա ծավալային խնդիրն է։ Այսինքն եթե ես ունեմ ընդամենը 1 հեկտար հող եւ պետքա ճիր արտադրեմ, պետքա գտնեմ նաեւ այլ թարմ մթերք արտադրողներ։ Ամենա պրոբլեմատիկ հարցերից մեկը սեզոնայնությունն է, որովհետև մենք ճիրը արտադրում ենք, ասենք, ամառվա գյուղատնտեսական սեզոնին, հետո սկսում է իրացման process-ը եւ միշտ չի որ ֆինանսական հոսքերը կարողանում ես դու ապահովել, եթե դու ֆինանսական անվտանգության բարձիկ չունես, մեծ ընկերություն չես, որ զապաս ունենաս, հա, մթերման գումարներ ունենաս, փոքր արտադրությունների դեպքում խնդիր ես ունենում։ Իսկ արտադրության ընթացքում կոնկրետ տեխնոլոգիաների, տեխնիկայի ձեռքբերման մասով ունենք խնդիրներ կամ սահմանափակումներ։ Տեսեք, այսօր ոչ թե տեխնոլոգիական սարքավորումների ձեռքբերման խնդիրներ ունենք, այլ ավելի շատ տեխնոլոգների խնդիր ունենք, այսինքն նեղ մասնագետների աշխատանքների ոչ միայն ջրերի ոլորտում, եւ պահածոների ոլորտում, եւ չգիտեմ, ցանկացած ոլորտում մենք ունենք լավ մասնագետների պակաս, որովհետեւ մասնագիտական առումով մարդը գալիս է, սովորում է 5 տարի, գնում է արտադրություն եւ այդ արտադրությունը Արմավիրի մարզի Երևանվաշատ կամ չգիտեմ որ գյուղում է։ Միշտ չի որ մարդիկ հաճույքով են գնում։ Ավելի շատ մենք պետքա տեղական ներուժը փորձենք վերապատրաստում։ Մենք ինքներս, ես ինքս միջազգային կոնսուլտանտ եմ, շատ հաճախ գնում եմ սեմինարներ անցկացնելու եւ մի խնդիր է պետք լուծել։ Մենք Հայաստանում պետքա հնարավորինս նույն որակի ճիր արտադրենք։ Եթե մենք արտադրում ենք 4-ից 5000 տոննա ճիր, պետքա գոնե տատանումը լինի 5%։ Այդ դեպքում մենք ավելի հեշտ վստահ եմ դուք որպես միջազգային խորհրդատու նաև փորձնել եք ուսումնասիրել տարբեր երկրներում, ունեք ինչ հետաքրքիր փորձեր կան, որը ձեզ կարելի է դիտարկել Հայաստանում ներդնել։ Տեսեք, շատ հետաքրքիր էր Հարավաֆրիկյան Հանրապետության ճիր արտադրողների փորձը եւ նմանատիպ մեխանիզմով աշխատում նաեւ Թուրքիան, նաեւ ամերիկյան շատ ընկերություններ, այնտեղ այգու սեփականատերը եւ ճիր արտադրողը նույն մարդն էր, բայց ճիր վերամշակող եւ ճիր վաճառողը այլ կազմակերպություն էր, այսինքն կազմակերպությունը պայմանավորվում է 50-100 այգետերերի հետ, իրենք բերում էին ճիրը մոտավորապես 5-600 կիլոգրամանոց մեծ տարաների մեջ, հանձնում են գործարան եւ այդտեղ իրենց խնդիրը վերջանում է։ Իրենք շարունակում են իրենց այգիով զբաղվել։ Արդեն գործարանը կուտակում է այդ ճիրը, տեսեք, ես վիդեոներ կա, մոտավորապես 1 հեկտար պահեստային տարածքում
մոտ 1 մետր 20 սանտիմետր ամբողջ ծիրանի ճիրա լցրած։ Եվ մի կողմից լցվում է, մյուս կողմից վաճառք է գնում։ Այսինքն երբեք իրանց մոտ այդ խնդիրը չկա, ճիրը սպրծավ։ Այո։ Էսա, բանը, ասում եմ, ամեն ինչ պետք է անել, որպեսզի տեխնոլոգիական առումով մենք նույն ձեռագրով աշխատենք։ Իսկ օրինակ իրենք ինչպես են վերահսկում, որ ֆերմերները նույն որակի ճիր բերեն հանձնեն։ Դա ավելի շատ հենց պետության օրենսդրական կարգավորումներն է, օրինակ մենք ունենք, չէ, ասեցի գոստը ունենք եւ տեուները ունենք։ Եթե դու հայտարարում ես, որ այս գոստով ես արտադրում, պետությունը գալիս ստուգում է, եթե այդ գոստից դու շեղվել ես, քեզ քրեական պատասխանատվության է ենթարկվում, որովհետեւ ասում է դու գոստից շեղվել ես, տալու ես վերամշակողին, վերամշակողի մոտ խնդիր է լինելու եւ վերամշակողը շուկան կորցնելու է։ Ամբողջ շղթայի համար պատասխանատվությունը դնում է քո վրա։ Այստեղ մի հատ խնդիր կա, որ շատ հետաքրքիր համագործակցություն կար գիտական հիմնարկների եւ արտադրողների մեջ։ Յուրաքանչյուր վաճառված 1 կիլոգրամ մրգից 10 ցենտ ուղարկում էին գիտական հետազոտությունների համար։ Պետությունը այդ գումարը գանձում էր, փոխանցում էր սելեկցիոն կայաններին, վնասատուների դեմ պայքարի լաբորատորիաներին, նոր սորտեր ստացող եւ չրի դեպքում 17 ցենտ չրի վաճառքից պահում էր, ելի ուղարկում էր գիտական հիմնարկներին, Սելենբոշի համալսարանի մի ամբողջ ֆակուլտետ սննդի արտադրության եւ զբաղվում էր ուրեմն ուսումնասիրություններով եւ հետաքրքիր ինչ էր, այնտեղ մինչեւ դու նոր պրոդուկտ չէիր ստեղծում, դիպլոմ չէին տալի։ Շատ հետաքրքիր։ Այսինքն դու որպեսզի ավարտես, դու պետք է մի հատ հետաքրքիր նոր ճիր ստեղծես, հա, այսպես որպես տեխնոլոգ։ Նոր ճիր պետք է ստեղծես։ Պետք է ապահովես, որ մինիմում 300-ից 350 մարդ համտես անի, իրանց կարծիքը տա նոր բանան։ Հետաքրքիր բարձ է։ Հետաքրքիր process էր։ Եվրոթերմը բավականին հարուստ պատմություն ունի Հայաստանում գործելու, ինչպես նաև միջազգային շուկա դուրս գալու մասով։ Ինչ կարող եք ասել միջազգային շուկայում մենք ինչ խնդիրներ ենք ունենում, բացի քանակական այս խնդիրներից եւ որակական խնդիրներից, ուրիշ ինչ խնդիրներ ենք ունենում։ Ոյ, ես ինքս վատ վաճառական եմ, ես միշտ թանկարում եմ այժմ վաճառը։ Այդ ավելի շատ մեր մարքեթինգային խմբի հարցն է, ընդհանուր ինչ որ կասեմ ինչ խնդիր է։ Տեսեք, շատ հաճախ լինում է, որ օրենքներ են փոխվում, որոնք մտնում են ժամանակի ընթացքում գործունեության մեջ եւ հիմնական միջոցների փոխելու, հիմնական միջոցները արդիականացնելու մեծ խնդիրներ են առաջանում, այսինքն ֆինանսական առումով հիմնական միջոցների նորացման խնդիր։ Մի օրինակ բերեմ, հյութերի արտադրության ժամանակ հիմա եվրոպական միությունը ստիպում է, որ երբ որ կափարիչը բացվում է, ինքը պետք է կպած մնա։ Այո, այո։ Եվ այդ սիստեմը դնելու համար բավական տղաները մեր ինժեներական խումբը ահագին չարչարվեցին, մեր մարքեթինգային խումբը ահագին չարչարվեց, բայց արդեն փարկասը հարցը լուծումը եղավ։ Ուղղակի պետք է նաև ունենաս թիմ, որը այդ խնդիրները, որը կարող են 1-2 տարի հետո առաջանալ, նախորդ իմանա ու չհայտնվես բանի քարափի եզրին, էլի։ Փարկասը մեր թիմը այս պահին հələ որ կարողանում է խնդիրները լուծել։ Շատ լավ։ Եվրոթերմի նաև ծրագրերի մասին կցանկանամ խոսենք։ Ինչպես եք տեսնում այս ոլորտի զարգացումը Հայաստանում կամ ձեր կազմակերպության զարգացումը Հայաստանում։ Տեսեք, մենք հիմա ասեցի, որ ընդլայնում ենք ճրերի արտադրությունը եւ նոր տիպի արևային չորանոցներ ենք
նախագծում, ոչ թե նախագծում, այլ կառուցում ենք փորձարկելու իմաստով տեսնենք ինչ հաջողություններ ունենք շատ լավ նաև հոսանքով չորանոցներ, այսինքն մենք հենց այն մոդելին ենք գնում, որ հիբրիդ եք անում, այսպես ասած։ Այո, մենք գնում ենք այն մոդելին, որ եւ ինքներս արտադրենք եւ այլ արտադրողների հետ համագործակցենք նոր շուկաներ գտնելու եւ Հայաստանից մեր համեղ չոր պտուղ բանջարեղենը դուրս արտահանելու համար։ Շատ կարևոր հարցերից մեկը, որովհետեւ միշտ էս խնդիրը կա, միայն մրգային չրերի վրա կենտրոնանալը որոշակի խնդիրներ է առաջացնում։ Ինչի, որովհետև կարող է գարնանային ցրտահարություններ լինեն, կարկտահարություն լինի եւ բերքի խնդիր լինի։ Բերքի խնդիր չունենալու համար ավելի ուղղություններից մեկը պետք է լինի նաեւ չորացած բանջարեղենը, չորացած լոլիկ, չորացած սմբուկ, չորացած ամբողջ աշխարհը հիմա բավական հետաքրքրված է այդ ամեն ինչով եւ մի դիվերսիֆիկացնեք ձեր տեսականը։ Նախկին աշխատանքում մենք առաջի խմբականակը չորացած լոլիկի ընդամենը 300 կիլո էր։ Հետո դարձավ մոտավորապես 40-45 տոննա։ Այսինքն աշխարհը շարունակելու է ուտել, մարդկությունը շարունակելու է սնվել։ Եվ այս սնունդը պետք է լինի որակյալ, պետք է լինի անվտանգ եւ ամենակարևորը անընդհատ։ Շատ բիզնեսի տեսանկյունից, պարոն Ծատուրյան, մոտավորապես այս ոլորտում ներդրումները ինչ ժամանակահատվածում է հետ գալիս։ Խոսքը վերաբերում բուն չրի արտադրության, այգիները թողենք։ Տեսեք, երկու մաս կա ներդրումների։ Մեկը դա շրջանառու միջոցներն են, մյուսը հիմնական։ Հիմնական միջոցների վերադարձը մոտավորապես 7-ից 8 տարի հետո սկսում է նոր կամաց վերադառնալ։ Շրջանառու միջոցները դու սեզոնին միրգը արտար բանվորների աշխատուժը վճարեցիր, դարձավ ճիր, վաճառեցիր, գումարները տեկավ։ Այսինքն մենք ունենք երկու ցիկլ, մեկը 1 տարվա շրջանառու միջոցներ, մյուսը հիմնական միջոցների մեջ, որ 7-8 տարում նոր սկսում է կամաց հետ գալ։ Ես ինքս երբ որ 96-7 թվականներին սկսում էի չրերի արտադրության մեջ մտնել, այս ամեն ինչը լավ չէի պատկերացնում։ Մեզ երևում էր միայն զուտ շրջանառու մասը։ Առանք չորացրեցինք, դարձավ ճիր, հետո տեսանք, որ պետքա տակդիր ցանցեր, պետքա չորանոցներ, պետքա սաղնարան պահեստներ անպայման։ Այս ամեն ինչը կամաց եւ մեր ունկնդիրներին կուզեմ ասել, որ երբեք մի վախեցեք զանգել հարցնել։ Ամենակարևորը, ով որ զբաղվում է այդ գործունեությամբ, զանգեք հարցրեք, ինչ հարցեր որ կունեք։ Եվ մեկս մյուսին ինչ որ ինֆորմացիաներ փոխանցելով, սեմինարներ կազմակերպելով, առաջի հերթին նախ տեխնոլոգիական առումով բերենք նույն տեխնոլոգիայի արտադրության, որտեղ կապահովենք, որ մեր երկրում արտադրված ճիրը շատ ավելի մեծ քանակություն։ Կարծում եմ այս առումով Եվրոթերմը բավականին հարուստ փորձ ունի եւ իդեմս ձեզ իր փորձը կկիսվի նաեւ մյուս արտադրողների հետ, ցանկացողների հետ եւ այդպիսի հնարավորությունները հիմա շատ է, հեշտությամբ կարծում կարող են ձեզ հետ կապնվել, հա, Եվրոթերմ ընկերությանը գտնել եւ փորձի այդ փոխանակումը անել։ Իսկ կադրերի պատրաստման մասով օրինակ դուք կրթական հաստատությունների հետ աշխատում եք, այդպիսի փորձառություն ունեք։ Ես ինքս որպես անհատ, որպես տեխնոլոգիական մասնագետ ITC միջազգային կազմակերպության հետ, ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի հետ տարբեր սեմինարներ ենք իրականացնում Հայաստանի տարբեր մարզերում, մոտ 7-8 մարզերում, որպեսզի տնայնագործական չրագործությունից կամաց գանք դեպի ավելի, այսպես ասեմ, սանիտարահիգենիկ ավելի լավ արտադրական։ Եվ շատ ուրախ եմ, որ այսօր սեզոնին, երբ որ ինչ-որ խնդիրներ ավելացանում, այդ սեմինարի մասնակիցները, որոնք արդեն միջին արտադրողներ են, առանց որևիցե խնդրի զանգում են, ասում են այսպես խնդրեմ կա այս պահին, ինչ անենք, ոնց անենք, խելք ենք տալի ու կարողանում ենք առաջ գնալ։ Շնորհակալ եմ պարոն Ծատուրյան հետաքրքիր զրույցի համար։
ձեր կազմակերպությանը մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ, հաջողություններ, շատ կարևոր ոլորտ է, Հայաստանի այցեքարտ հանդիսացող ոլորտներից մեկն է։ Հարգելի հետևորդներ, այսօր խոսեցինք չրի արտադրության մասին, այս ոլորտը բավականին արագ զարգացել է վերջին, կարող ենք ասել, տասնամյակի ընթացքում, ունի որոշակի խնդիրներ, որոնք լուծելու դեպքում մենք կարող ենք հասնել նոր մակարդակի որակական, քանակական, որը անշուշտ իր մուլտիպլիկատիվ էֆեկտն է թողնելու ոչ միայն չրի արտադրության ոլորտի վրա, այլ նաև գյուղատնտեսության ոլորտի վրա։ Այս ոլորտը փոխկապակցված է եւ մենք պետք է փորձենք նման ոլորտները զարգացնել, խթանել, քանի որ այն ոչ միայն տնտեսական, այլ նաև կարևոր սոցիալական խնդիր է լուծում մարզերում, ապահովելով Հայաստանի համաչափ զարգացումը։